գիտեք, որ շատ մարդիկ կան, որ չեն կարծել, որ Հիսուսին պետք ունին։ Կամ գրնամ ասել շատ մարդիկ կան, որ չեն կարծել, որ պետք ունին Հիսուսի արնի միջոցով ներումը ստանալ։ Եվ ադորնե մեկ պատճառն է, որ մարդիկ կգարձեն, որ արդար են։ Քանի շաբաթ առաջ բացատրեցի, ինչպես ես իմ կյանքիս մեջ առաջ որ փրկության կամ ամբողջ իմ մեղքիս մեջ, ամբողջ իմ անարժանի եւ մեղավոր կյանքին մեջ թեր կգարձեի եւ կմտածեի, որ արժանի էի Աստծո թագավորության մեջ մտնալ։ Ինչպես է, որ ամեն իմ մեղքիս մեջ, մեղավոր ջամպերուս մեջ գրնայի մտածել, որ արժանի էի, որ երկինք գտնվի։ Այսօր կգարձեմ, որ կհասկանամ ինչու։ Որտև ես կմտածեի աշխարհը նայելով բավական արդար անցմնեի։ Ես մարդոց ստանդարտները գնայի եւ ոչ թե Աստուծո։ Ստանդարտ մագարտակ կսվի, մագարտակը սեմ է ստանդարտ հասկացեք։ Ես մարդոց մագարտակով գտեսնայի, որ ինչպես արդար անցմնեի եւ չէի տեսնար Աստուծո մագարտակը ինչ էր, որ ես երկինք գտնվիմ։ Անցյալ շաբաթ հարցուցյամ ենք ինչպես եք հոգևորաբես։ Ինչպես եք հոգևորաբես, ինչպես է ձեր հարաբերությունը Աստծո հետ։ Եվ ըսիցեզի չնայենք մեր հարաբերությունը Աստուծո հետ մարդոց մագարտակով, ասելով, «Օ, լավ է, ինքը հոն է, ես հոսեմ իրեն չեմ նեղեր, ինքը ինձի չի նեղեր»։ Բայց նայենք մեր հարաբերությունը Աստուծո հետ իր մագարտակով, իր ստանդարտով։ Եվ հավատացեք, ամենուն պիտի ասե, այո, բայց թեր կորձ գա ընելու։ Սո մի մտահոգվի ադոր մասին։ Աս թեր կորձ գա ընելու լավ բան մնե։ Գադարյալ չենք։ Եվ այսօրվա հարցումին համեմատ ճիշտ նույն ցևը գուզեմ մտածենք։ Ինչու մարդիկ կգարձեն, որ երկինք պիտի հասնին իրենց չանքով, որտեղ մարդոց մագարտակը գնային եւ ոչ թե Աստուծո մագարտակը։ Բավական հետաքրքրական է ինչպես մարդիկ խնդիր չունին հավատալու, որ Աստված գա։ Ոչ Աստված մը, բայց մարդիկ խնդիր չունին հավատալու, որ Աստված գա։ Խնդիր չունին հավատալու, որ թրախ կամ թժող գա։ Խնդիր չունին հավատալու, որ իրենց մեջ շունչ կամ հոգի մը գա։ Եվ խնդիր չունին հավատալու, որ Հիսուս իսկապես Աստծո որդին է եւ եկավ մեռնելու մեր մեղքին համար։ Բայց երբ կսկսենք իրենց խոսել Աստծո խոսքին մասին, ամեն խնդիրները կարծես թե կսկսին գալ։ Կսկսին ամեն տարբեր պատճառներ տալ քեզի, ինչու չեն հավատար, որ Աստուծո խոսքը լման եւ գադարյալ խոսքն է Աստուծո։ Ներշնչված Սուրբ Հոգին իսկապես ասքանի բարերը անգլերենով ասեմ եւ վերջը հայերենով թարգմանեմ, that it's really authentic, that it's the authority, the sufficiency, the inerrancy and the infallibility of Scripture. Ասիգասել է թե որ Աստուծո խոսքը իսկապես օթանտիկ է, իշխանություն ունի, գադարյալ ձևով քրված է, բավական է ամեն անձի համար իր հոգևոր կյանքին համար, ասել թե ուրիշ բաներ պետք չունենք մեր հոգևոր կյանքին մեջ, որ չի գտնվի խոսքին մեջ։ Եվ մարդիկ զանազան պատճառներ կսկսին տալ ցեզի։ Եվ սիրելիներ, երբ մեկը կսկսի գասկածել Աստուծո խոսքին մասին, կամ եթե մեկը կսկսի խոսել Աստուծո խոսքին թեմ, գիտեք, որ Աստուծո թեմ կխոսին գոր։ Ով մեզի աս իրավունքը տվավ, մենք մարդ արարածը ստեղծագործությունը, որ մենք էդիտ ընենք Աստուծո խոսքը, որ ստեղծագործը տվավ մեզի։ Մեզ հոս ով աս երազը ունեցած է, ով հոսատ հայտնությունը ունեցած է, որ ասված իրեն աս իրավունքը տվավ, ասելով
աս կարևոր է, աս կարևոր չէ, ասի գա այո մեկ կողմթիր, ասի հավատա, բայց ոչ ասոր։ Ով մարդ Արարածին աս իշխանությունը տվավ Աստծո խոսքին վրան։ Գարձես թե մեկը գնա ասել, ես խնդիր չունիմ Աստծո հետ, բայց խնդիրս Աստծո խոսքին հետն է։ Գահավադամ Աստծո, գահավադամ երկինքի մասին, բայց իմ օրենքներովս գուզեմ հոն հասնիլ։ Հետաքրքրական է։ Շատ մարդիկ ադան կհավադան։ Չեմ զերսել հավատացյալներ, բայց կան մարդիկ, որ իսկապես գվախնան Աստուծմե, երկինքի կհավատան, գիտեն, որ հոգի ունին, բայց չեն համոզված, որ Աստծո խոսքին մեջ ճշմարտությունը մեզի հոն կգրկե եւ կսկսին դարբեր քաղաքապարներ դալ, ինչպես երկինք պիտի գտնվին։ Գներեք ասանք չաշխատիր։ Եթե Աստուծո կհավատանք, պետք է հետևենք իր խոսքին եւ իր օրենքին։ Եվ Աստծո խոսքը գսե Եփեսացից երկրորդ գլուխը գրնակ PowerPoint-ով անգլերենով հետևիլ։ Եփես over հայկական սուրբ գիրքը ունի, Եփեսացից երկրորդ գլուխը առաջին 7 համարները պիտի տեսնանք։ Դուք հանցանքներու ու մեղքերու մեջ մեռած էիք, ինձ ցեզ գենթանացուց։ Անոնց մեջ ժամանակին գքալեիք այս աշխարհին բռնած ջամփովը, այս օթին իշխանությանը իշխանին ուզածին պես, այն հոգին, որ հիմա ապստամբության որդիներու ներսիրտին գներքորձե։ Անոնց մեջ մենք ամենքսալ գբդդենք մեր մարմնին ցանկություններով եւ մարմինին ու մտքին ուզածը կգադարենք եւ փնուչությամբ փարգության որդիներ ենք, ինչպես ուրիշներ։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր արած սրտով, որով մեզ սիրեց, երբ հանցանքներու մեջ մեռած ենք, մեզ Քրիստոսին հետ գենթանացուց, դուք շնորհքով փրկված եք, անոր հետ մեզ հարուցանեց ու անոր հետ նստեցուց երկնավորներուն մեջ Քրիստոս Հիսուսով, որբեսի քալու թարերուն մեջ ցուցնե իր շնորհքին քերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզի ցուցված քաղցրությունով։ Ինչպես գիտեք, մենք հիմա Եփեսացից գիրքը կսերտենք եւ այսօր այս երկրորդ գլուխին առաջին 7 համարները պիտի տեսնանք։ Եվ ըստ Աստծո խոսքին համեմատ Աստված գուզե որ գիտնանք եւ գուզե որ տեսնանք մեր ներգա վիճակը։ Աստված գուզե որ ճշմարիտ եւ արդար ցեվով մեր վիճակը տեսնանք եւ ընդունենք մեր վիճակը։ Եվ Աստծո խոսքը ինչ կսե մեր վիճակին մասին առաջին 2 համարները դուք հանցանքներու ու մեղքերու մեջ մեռած էիք, ինձ ցեզի գենթանացուց։ Անոնց մեզ ժամանակին գքալեիք այս աշխարհին բռնած ջամփովը, այս օթին իշխանին ուզածին պես, այս հոգին, որ հիմա ապստամբության որդիներու ներսրտին գներքորձե։ Ինչու մարդիկ չեն ուզեր Աստուծո գալ։ Ես կգարձեմ մեկ պատճառն է, որ մարդ Արարածը իր անձը չի տեսնար իսկապես ինչպես որ է։ Գսև ես բավարար բարի անձ մնեմ, ինչու փրկիչ պետք ունիմ։ Մարդ Արարածը չի կարծեր, որ ինքը մեղավոր է։ Մարդ Արարածը չի կարծեր, որ սխալ բան ըրավ։ Չի կարծեր, որ մեղքի մեջ է, կամ գսե աչափ մեղավոր անձ մը չեմ։ Մարդ Արարածը իր անձին գնայի եւ ինքզինքին գխապե, he has a false conception իր անձին մասին։ Ինչու գրնանք հարցնել։ Բադասխանը արդեն տեսավ,
որտև մենք մեր անձը գփախտադենք աշխարհին հետ։ Մենք մեր անձը գործնված, շվարած աշխարհի հետ գփախտադենք։ Գործնված, շվարած մարդոց թեմ գփախտադենք եւ գսենք աչափ քեշ անց մնալ չեմ։ Մեր անձը գարթարացնենք ոչ տեսնալով Աստուծո սահմանը, բայց մարդոց սահմանով։ Եվ գսկսենք փախտադել լսելով աչաբալ քեշ անց չեմ։ Ես կհիշեմ երբ թեր անհավատ էի, ճիշտ նույն բանը գնեի։ Միսերուն հետ կփախտադեի կյանքս, ասելով աչափ քեզ անց մնալ չեմ։ Ինչու Հիսուսին պետք ունիմ։ Գարանտի ցեվով, վստահելի ցեվով ես երկինք պիտի գտնվեմ։ Աչափ քեզ անց մչեմ։ Եվ ինչ որ հետաքրքրական է եւ գրնամսել ինչ որ խրնտալիք է աս բատկամը պատրաստելով, դերը իսկապես աչքերս բացավ եւ ինձ եսավ ասոր համար աս վիճակի մեջ էի։ Առաջ որ փրկության կամ իմ անձս կարդարացնեի ասելով որ մարդասպան մչեմ, քողավազակ մչեմ, մեծ խապեպա մչեմ, այո քիչ մխապեի, բայց քող մչեմ, քիչ մթաքսերու վրա կխապեմ, բայց ոչ գարավարության պես։ Ով գհիշե աս գսեր իր չանաշ իր յանքին մեջ թեր հավատացյալ չլալը։ Մեր անձը, որուն հետ կփախտադենք։ Եվ ասված ինչ որ փերավ աչքերուս արջև ասավ թուն գերի, ինքզինքդ կփախտադեիր, մարդասպանի հետ, ինքզինքդ կփախտադեիր, աշխարհի ամենակող ավազակներու հետ, ինքզինքդ կփախտադեիր, ամանամեծ խապեպաներու հետ, եւ ինքզինքդ գարթարացնեիր ասելով աչաբակեշ չեմ։ Սիրելի լուրջ վիճակի, մեղավոր լուրջ վիճակի մեջ ենք, երբ սկսենք փախտադել մեր կյանքը մարդասպանի հետ, ասելով որ ատլիս մարդասպան չեմ, թեր բարի անց մնեմ։ Բավական լուրջ է, մարդ արարածը այսպիսի ցևով կսկսի իր անձը արդարացնել։ Սիրելիս պետք է Աստծո հավատանք, եւ ըստ Աստծո խոսքին համեմատ, պիտի գտնեմ նորեն աս երկու համարները ասելով Թուք հանցանքներու ու մեղքերու մեջ մերած էիք, ինք ցեզի գենտանացուց, անոնց մեջ ժամանակին գքալեիք այս աշխարհին բռնած ջամփովը, այս օդին իշխանությանը իշխանին ուզածին պես, այս հոգին, որ հիմա ապստամբության որդիներու ներսիրտին գներքորձե։ Երբ հաջորդ սլայդին վրան գարդեմ քրեցի ասպան կամպաները, հաջորդ սլայդը եւ հաջորդ սլայդը։ Խոսքը ինչ կսե։ Ես մերած էի իմ մեղքերուս եւ հանցանքներու մեջ։ Ես այս ժամանակին գքալեի այս աշխարհին բռնած ջամփով։ Ես այս օդին իշխանության իշխանին ուզածին պես գքալեի։ Ես անազանդ որդի մնեի։ Եվ եթե մեզ մեկը այսօր փրկված չէ, գրնամսել, որ այսօր քու մեղքիդ եւ հանցանքներուդ մեջ գքալես։ Այսօր այս աշխարհին գհետևիս։ Այսօր օդին իշխանը, որ մենք գիտենք սատանան է, իրեն գհետևիս, այսօր անհնազանդ որդի մնես։ Եվ ինչ որ հետաքրքրական է, որ Պողոս առաքյալը գրնամսել the apostle par excellence, գլխավոր առաքյալը, որ 13 քիրք 27-րդ քիրքերուն մեջ նոր գդագան մեջ քրեց, նամակներուն գեսեն ավելի ինքը քրեց, ինքն էր հեղինակը, ինչ գսե երրորդ համարին հաջորդ սլայդը հաջիս, անոնց մեջ մենք ամենքը սալ գբդդեինք,
մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու մտքին ուզածը կգադարենք եւ փնության փարգության որդիներ ենք, ինչպես ուրիշներ։ Բողոս արաքյալ գսեր, ես ալ այսպիսի անց մնեի, մինչև որ փրկության կամ։ Բողոս արաքյալ գսե, աչքերդ փած, ալմի խապեր անցիդ, արմի խնդար քու անցիդ վրա, ասե քու վիճակդ։ Եվ Բողոս արաքյալ գսեր, ես ալ աս վիճակի մեջ էի։ Գտնենք երրորդ համարը, անոնց մեջ մենք ամենքս ալ գբդդեինք մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու մտքին ուզածը կգադարեինք եւ փնության փարգության որդիներ էինք, ինչպես ուրիշներ։ Եվ ադոնք, որ Հիսուս չունին այսօր գրնան ասել, այսօր գքալեն իրենց մարմինին ցանկության մեջ։ Եթե այսօր Հիսուս չունիս, այսօր քու միտքիդ եւ մարմինիդ ցանկություններու յետևը գվազես։ Այսօր աբստամբության որդի ես, ինչպես ամբողջ աշխարհը։ Բողոս արաքյալ լուրջ էր, երբ գսեր, այսպիսի անցիկ էինք, այսպիսի անցիկ էի, այսպիսի անցիկ է մարդ հարարածը։ Exception չկա։ Ամեն մարդ պետք է ճշմարիտ ցևով իր վիճակը տեսնա եւ գիտնա։ Եվ ինչպես որսի մարդիկ Հիսուսին չեն ուզեր, որտեվ չեն գարձեր, որ իրենց վիճակը աչափքեշ է։ Իրենց վիճակին արդար ցևով չեն թիդեր, կամ չեն տեսնար, ինչպես Աստված մեզի կտեսնար։ Անհավատը իր արդարությունին կտեսնա, եթե արդարություն մգա իր կյանքի մեջ, իր բարի գործերուն գնայի, բայց նույն ադեն աչք մգուկոցե իր մեղքերուն վրան։ Եվ Բողոս արաքյալ գսե մի խապեր քու վրատ, որտև մեղքը քեզի գուրացուց։ Բողոս արաքյալ գսե վիճակդ նայի եւ աչքերդ բաց։ Այո գարլի մարդասպան չենք, այո գարլի խապեփաներ չենք կամ քող չենք, բայց երբ գսկսենք բզդիկ չաստվածներ շինել մեր կյանքին մեջ եւ գսկսենք իրենց հաջեցնել, ասել է թե դերը չենք բաշտել, գուրքեր կբաշտենք եւ սիրելիս իբր հավատացյալ գրնանք բզդիկ չասվածներ ունենալ մեր կյանքին մեջ, մեր կորձը, մեր նյութագանը, մեր խաղաղությունը, մեր միտքի հանգստությունը։ Բողոս արաքյալ գսե ամենաս թիդելով, քիտնալով, որ կյանք մը գաբրինք, որ Աստուծմե հերու է, գարլի քեզ կյանք մը չէ աշխարհի մագարթագին համեմատ, բայց կյանք մնե, որ հերու է Աստուծմե, եւ իր մագարթագին համեմատ չասվածներու կհետևենք։ Աստված աշխարհի վիճակը նայելով, աշխարհը մեր սիրտը նայելով, գսե մի հուսահատվիր։ Երդասարտի հետ խոսեի անցյալ շաբաթ եւ բարի դղամը, բարի դղամը։ Գարձեր երկինք պիտի երթար, որը բարի դղամն էր, եւ իսկապես եթե երկինք կրնայինք մտնալ մեր բարիությունով, աստղան առաջինը պիտի լա։ Երբ աս ճշմարտությունը իրեն փերի, կարծես է բախ չուր թափեցի իր վրան։ Եվ սա ես երկինք պիտի չմտնամ, հուսահատվեցավ, հենց դղան դեպրեսիոնի մեջ մտավ, եւ վերջը իրենցի դղաց հիմահոս եկուր։ Ամեն աս գիտնալով Աստված զոհեց իր որդին քեզի համար, որբեսի ատ միջոցով թուն երկինք մտնաս։
Բողոսարակյալ աս հաջորդ 4 համարները կբերե։ Հաջորդ սլայդը, Եփեսացիս հաջորդ սլայդը հաստեղեն սկսելով։ Եփեսացիս 2:4 համարեն սկսալ գսե, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր արած սիրով, որով մեզ սիրեց, երբ հանցանքներու մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսին հետ գենթանացուց, դուք շնորհքով փրկված եք։ Անոր հետ մեզ հարուցանեց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով, որբեսի քալութ հարերուն մեջ ցուցնե իր շնորհքին քերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզի ցուցված քաղցրությունով։ Ինչ է ավետարանը? Ասե ավետարանը։ What is the gospel? This is the gospel. Ասե ավետարանին բարի լուրը։ Երբ մենք թեր մեր մեղքին մեջ գաբրեինք, երբ աշխարհի ցանկությունով գաբված ենք, երբ սատանան գիշխեր մեր ժամանակը եւ մեր կյանքը, Քրիստոս մեռավ մեզի համար։ Ասե ավետարանը։ Ոչ միայն որ Քրիստոս մեռավ մեր մեղքերուն համար, բայց երբ իրեն գուքանք, ինքը մեզի կգենթանացնե իր մեջը։ Ասե շնորհքը։ Եվ Աստծո խոսքը գսե մենք փրկված ենք շնորհքի միջոցով, երբ կհավատանք Հիսուս Քրիստոսին։ Հասկացանք ինչ է ավետարանը? What is the gospel? Հայրը որդին զոհեց, երբ մենք մեղավոր էինք, որտեղ մեզի գսիրե։ Ադե ավետարանին բարի լուրը։ Եվ երբ կհասկնաս եւ կգենթանացնես կամ personalize գնես աս ճշմարտությունը, շնորհք բարը կհասկնաս, grace։ Որթուն արժանի չէի, որ մեկը մեռնի քեզի համար։ Թուն արժանի չէիր, որ մեկը իր որդին զոհե քեզի համար։ Բայց երբ ավետարանին ճշմարտության մեջ գլանք, շնորհք բար կհասկնանք, որ ես արժանի չէի, բայց Աստված սիրո միջոցով ինձի արժանացուց։ Աս երկու սրբրային կամ Սուրբ Գիրքի ճշմարտությունները պետք է գիտնանք։ Ինչ է ավետարանին պատկամը եւ ինչ է շնորհքի պատկամը։ Եվ երբ աս երկուքը կհասկնաս, գրնաս քու հավատքը բաժնեկցել մեկում է հետ։ Ուրիշ աստվածաբանական գիտություն պետք չունիս։ Աս 7 համարները, որ գարկացինք Եփեսացիս 2 գլուխին մեջ, երբ կհասկնաս, գրնաս մեկումը բաժնեկցիլ ինչ է փրկությունը։ Շատ թյուրին է սիրելիս։ Դունը կնա Եփեսացիս 2 գլուխը բաց առաջին 7 համարները գարտա, քու կյանքդ գարտա, թիդե եւ մեկումը քու կյանքդ բացադրե։ Աս 7 համարները գիտնալով քու կյանքդ բատմե մեկումը։ Եվ ամեն դեղ ուր կրված է մենք ասե yes։ Երբ որ ես արժանի չէի, երբ ես մեղավոր էի, Քրիստոս եկավ ինձի համար մեռավ, որ իմ հետս Քրիստոսին հետ գենթանացնե։ Ամեն դեղ որ մենք կրված է քու անունդ թիր։ Եվ աշխարհին ամենաքաղցր պատկամը պիտի դաս մեկումը։ Չես գիտեր մեկումը վգայել, նստիր, աս 7 համարները գարտա, քու փրկությունդ հիշե եւ մեկումը վգայե։ Եվ ամենաքեղեցիկ պատկամը պիտի դաս իրեն։ Սիրելիներս, գրնամ ասիգա հանգիստ ծևով ասել, որև իմ անձս գիտեմ եւ ծեր վգայությունը գիտեմ, մեզ շատերը շատ քեշ մարդիկ էինք եւ անդարբեր էինք Աստծո հանդեպ։ Մեզ շատերը շատ բարի անձիկ էինք, բայց թեր անդարբեր էինք Աստծո հանդեպ։ Եվ ցեզ մեզ շատերը normal անձիկ էինք,
բայց թեր անդարբերեք Աստուծո հանդեպ, մինչև որ մենք ավետարանի ճշմարտությունը գիտնանք, շնորհքը հասկացանք եւ փրկության եկանք։ Շատ թյուրին է, ինչ է ավետարանը, Հայր Աստված զոհեց որդի Աստվածը մեր մեղքի համար, ինչսել է շնորհք, ես արժանային չէի, բայց այս զոհի միջոցով, Աստուծո սիրո միջոցով, հավատքի միջոցով իր վրան, ես հավդենական կյանք կրնամ ստանալ, եթե միայն ապաշխարեմ եւ հավատամ։ Եթե միայն ապաշխարեմ եւ հավատամ։ Սիրելիս, ավելի բարձ բատկամ լսած եք, ասե Աստուծո խոսքին ճշմարտությունը։ Ասե Աստուծո խոսքին ճշմարտությունը։ Եվ մարդ արարածը ին չափ դժվարացնե փրկությունը։ Մարդ արարածը ինչ շվարած է, որտև մարդիկ ավետարանի խոսքը չեն քարոզել։ Մարդիկ աս ճշմարտության առջև անքիդագից կգտնվին եւ կվստահին իրենց կորձերուն վրա։ Սիրելիներս, մեր կորձն է, որ մենք հասկանանք եւ մեգումը վգայենք աս ճշմարտությունը։ Եվ սիրելիս, այսօր գուզեմ հարցնել քեզի. Թուն աս ճշմարտության մեջ ես։ Թուն աս ճշմարտության մեջ կգտնվիս այսօր։ Հասկացար ինչ է ավետարանը, ընդունեցիր Քրիստոսի շնորհքը։ Որտև եթե մինչև հիմա չես հասկացած եւ չես ընդունած, ես կսեմ քեզի ինչի կսպասես։ Ինչի կսպասես։ Սիրելիս, ամեն օր, ամեն վարյան հազարներով մարդիկ փրկության գուքան այս միջոցով։ Եվ սիրելիս, այսօր գուզեմ հարցնել քեզ, եթե թեր չես ընդունած, այսօր թող օրը ըլլա քեզի, որ ընդունեցիր Հիսուս իբր Տեր եւ Փրկիչ։ Այսօր թող օրը ըլլա, որ թուն ընդունեցիր Հիսուս իբր Տեր եւ Փրկիչ։ Սիրելիս, շատ պիտի ցավիմ իմ մահվաս օրը, երբ երկին գտնվիմ, եւ Տերը ըսե աս խումբը եկեղեցի մեջ փրկության չեկան։ Սիրելիս, ես քու սիրտը չեմ գիտեր, թուն միան քու սիրտը գիտես, եւ կխնդրեմ, եթե աս ճշմարտության մեջը չես, այսօր թող ըլլա այս օրը։ Մենք հիմա պիտի վերջացնենք այսօրվա պատկամը, եւ պիտի քաչալերեմ ցեզի, որ հաջորդ անգամ, որ Եփեսացից գիրքը պիտի բանանք, պիտի սորվենք ինչսել է շնորհք եւ փրկություն։ Այսօր համար ուզեցի Եփեսացից գիրքը սերդել ձեր հետ, որ քիդագից ըլանք ինչ է աստվածաբանությունը։ Գենթանացնենք, ապրենք, բաժնեկցենք մարդոց հետ։ Սիրելիս, քիծիր, եթե մեկը քեզի չեր վգայեր, եթե մեկը քեզի աս ճշմարտությունը չի բերեր, թուն այսօր հոս նստած պիտի չլայր։ Գարլի թուն հավատքի պիտի չքայր, գարլի թուն թժող պիտի գտնվեիր։ Խոնարհենք աղոթքով, ետնավոր եւ փառավոր Հայր, դեր ինչպես փառք ուզեմ տալ քեզի, դեր քո խոսքիդ համար։ Դեր ինչպես փառք ուզեմ տալ, որև քո խոսքիդ միջոցով կհասկանանք ինչ է փրկությունը։ Քո խոսքի միջոցով կհասկանանք ինչ է աս ժառանգությունը, որ մեզի այսօր տված ես, որ ապրենք իբր քո սուրբերը, իբր աշխարհի աղ եւ լույսը, իբր աս աշխարհի տեսփանները։ Դեր գաղոթեմ դեր եւ գխնդրեմ դեր, որ ցցնես ինձի, ով թե չէ փրկված։ Դեր գխնդրեմ, որ ад անցը, որ իր սիրտը քնելով գիտե, որ փրկության ջամփուն մեջ չէ,
Թող այսօր այդ օրը ըլլա, որ ինքը պիտի ընդունի քեզ իբր Տեր եւ Փրկիչ։ Քուր եղբայրս ալվրատ մի խնդար, ինքզինքդ մի խապեր։ Մի ցկեր, որ սատանան գաբե ցերքերը։ Մի ցկեր, որ սատանան խապե քեզի։ Ասված գուզե քու աչքերը բժշկել։ Գուզե քու սիրտիդ աչքերը փանաս։ Եվ Աստծի փրկությունը ընդունիս։ Դեր կխնդրեմ եւ կաղաչեմ, եթե այսօր մեկը գուզե ընդունիր քեզի իբր Տեր եւ Փրկիչ, թող այսօր այդ օրը լա ուրը հաս հրաշքը պիտի գադարե։ Սիրելիս, ես քո կյանքը չեմ գիտեր։ Բայց եթե գսկաս, որ Սուրբ Հոգին քեզի գսե որ թունես աս անձը, եթե Սուրբ Հոգին գսե որ քեզի թունես աս անձը, ինչի կսպասես քուր եղբայր։ Եղբայր ցերքդ վեր թիրսե ես այսօր գուզեմ Տերը ընդունի։ Ասե այսօր ես գուզեմ Տերը ընդունի, որտեվ Հիսուս չաբրիր իմ սիրտիս մեջ։ Եվ գիտիր, որ այսօր, եթե թուն մեռնիս, երկինքի մեջ պիտի գտնվիս, եւ ասիկա մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին խոսքերն են։ Այսօր, եթե մեռնիս, երկինք պիտի գտնվիս։ Դեր ինչպես փառք ուզեմ տալ Տեր աս արիթին համար։ Դեր կխնդրեմ, որ աս ճշմարտությունը դուն առնենք Տեր։ Եվ եթե այսօր պատրաստ չենք Տեր, որ քու հոգիդ քա եւ մեզի խանգարե ասելով, որ թունես ад անձը, որ մենք փրկության կանք։ Դեր ինչպես փառք ուզեմ տալ ամեն աշնորհքը որ թուն մեզի գուտած։ Փառք ուզեմ տալ ասմանուներ, որ մյուսենյակը կգտնվին։ Փառք ուզեմ տալ Դեր քու Սուրբ Հոգիդ համար, որ մեզի կզորացնի, որ գնանք հաղթություն ունենալ ամեն բայկարի մեջ։ Հիսուսի անունով գաղութենք։ Ամեն։